Ես ողջունում եմ մեզ միացած բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ կամ էլ դիտում եք մեր թվային հարթակներում։ Թարմուղեղով զրույցն ենք այս պահին սկսում, իսկ առաջին խոսափողի մոտ թարմուղեղով իմ զրուցակիցը Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ֆինանսական եւ հատուցումների տնօրեն Հայկ Բաբայանն է։ Ողջույն, պարոն Բաբայան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ, որ ժամանակ գտաք մեր տաղավարում եք, քանի որ շատ հարցեր կան այս ապահովագրության մասով, որոնց հանրությունը ուզում է պատասխաններ ստանալ, որոնց մասով ու փորձենք այսօր քննարկել ինչը հնարավոր կլինի։ Շատ կուզեմ, որ մենք Արմեդ հավելվածից սկսենք, որովհետև հատկապես վերջին շրջանում շատ բողոքներ եմ ստանում Արմեդի մասով, որ հավելվածը լավ չի աշխատում, խնդիրներով է աշխատում, ամեն ինչ չի, որ այդտեղ կարելի է գտնել ու ծանոթանալ դրան, ցույց է տալիս հավելվածը, որ դուք ապահովագրությունից կարող եք օգտվել, բայց հստակորեն կարծես թե չկա, թե ինչ է ներառված դրա մեջ։ Մի փոքր հասկանանք այդ մասով ինչ խնդիրներ կան ու տեխնիկական մասով արդյոք լուծումը շուտ կլինի թե ոչ եւ փորձենք մյուս հարցերին անդրադառնալ։ Իհարկե, Արմեդ հավելվածը արդեն քանի տարի է գործում է, մինչև ապահովագրության ներդրվելը բավականին երկար փորձվել է, բայց երևի հաշվի առնելով այս տարվա զգալի մասշտաբային ծանրաբեռնվածությունը եւ ծառայությունների, որոնք որ հատուցվող են ընդգրկվածությունը, կարծում եմ այս պայմաններում Արմեդը մի փոքր սկսել է դանդաղել, դա է հիմնական պատճառը։ Մեր գործընկերները Արմեդում այդ խնդիրներին անդրադառնում են, կարծում եմ իրենք դրան լուծումներ կտան։ Հիմնական խնդիրները, որ ես նկատել եմ եւ այդ մասով մենք բողոքներ ենք ստացել հիմնադրամում, դա եւ բժիշկների կողմից եւ ամբուլատորիայի աշխատակիցների կողմից եւ քաղաքացիների կողմից, որ կոնկրետ ծառայությունը չեն գտնում, չգիտեն ոնց հերթագրվել։ Շատերը հեռախոսում չեն պատկերացնում, որ հավելվածը ցանկալի է ունենալ հերթագրումը արագ կազմակերպելու համար առանց քաշքշուկների կամ չգնալ ամբուլատորիա, հետո տեղում փորձել հասկանալ ինչպես է պետք ծառայությունից օգտվել եւ այնպես չի, որ սա վերաբերում է միայն այնպիսի տարիքային խմբերին, ինչպիսիք են թոշակառուները, ովքեր ենթադրենք հեռախոսային հավելվածներից օգտվելու մեծ փորձ չունեն։ Հիմնականում պատճառները հավելվածից օգտվելու այդ պակասն է, որ չեն կարողանում մարդիկ տվյալները ժամանակին տեսնել, հասկանալ ոնց գրանցվեն, ինչ անեն եւ դրանք լուծվող խնդիրներ են։ Արմեդը ինտենսիվ աշխատում է այդ մասով, արդեն բավական երկար ժամանակ է իրենք ծառայությունների ցանկը ցույց են տալիս, որ քաղաքացիների համար հասանելի լինի եւ կարողանան քաղաքացիները իրենք կողմնորոշվել, թե արդյոք ծառայությունը ծածկույթում կա թե չէ։ Բայց ես կարծում եմ ավելի հեշտ տարբերակ Արմեդին, եթե քաղաքացիները ուզում են ծանոթանալ, որ ծառայություններն են ապահովագրությամբ ծածկված, դա մեր կայքն է։ Կայքում մենք եւ ունենք ծառայությունների ցանկը հրապարակված, արդեն բավականին մեծ թվով անցնում է 2800-ը եւ մինչեւ տարեվերջ իմ կարծիքով կգերազանցի 3000-ը։ Եվ բացի կայքում տեսնելը, մենք կայքում ունենք նաեւ արհեստական բանականությամբ ձևավորված գործիք, որ մի քանի հարցերով քաղաքացիները կարող են բավականին մանրամասն տեղեկություն ստանալ, թե կոնկրետ որ ծառայությունն է իրենց պետք։ Ենթադրենք, օրինակ, մարդը գիտի, որ իրեն ակնաբուժական ինչ-որ ծառայություն է պետք, արհեստական բանականությանը կարող է հարցնել, նա արդեն կբերի բոլոր տեսակի ծառայությունները կոնկրետ հարցաշրջանակներում, նույնիսկ որտեղ կարելի է այդ ծառայություններից օգտվել եւ ինչ գնային հատուցումներ կան ապահովագրության գծով։ Կարծում եմ սա ավելի լավ տարբերակ է, քան բուն Արմեդի մեջից օգտվելը, բայց Արմեդն էլ ունի տվյալ լուծումները, իրենք էլ ինտենսիվ աշխատում են այդ մասով։ Շատ լավ, հետաքրքիր է այս պահին թիվ ունեք հստակ, թե քանի հոգի է օգտվել ծառայությունից, ապահովագրությունից առհասարակ ու քանիսն է այդ փուլում, որ պատրաստվում է արդեն վերջնականացնի։ Դե ապահովագրությունը երբ հունվարի 1-ից ուժի մեջ մտավ, մեր ապահովագրված անձանց թիվը մինչև 18 տարեկաններ, 65 պլյուս քաղաքացիներ եւ աշխատողներ, ովքեր ստանում են 200,000 դրամից բարձր աշխատավարձ եւ մի քանի սոցիալական խմբեր, որոնք ավելի փոքր քանակային խմբեր են, ընդհանուր 1.7 միլիոն ապահովագրված անձ ունենք հունվարի 1-ից, բայց քանակը ընդլայնվում է, արդեն ամսական տեսնում ենք, որ մի քանի հազարով ավելացում կա։ Մեր կանխատեսումները ծավալուն ենթադրում են, որ կարող է ապահովագրվածների թիվը մինչև դեկտեմբեր հասնի նույնիսկ 1.8 միլիոն քաղաքացու։ Հիմնական դրա պատճառն այն է, որ քաղաքացիները, ովքեր հատկապես աշխատավարձ ստացող ինչ որ պարգևավճարներ են ստանում կամ աշխատավարձ են ավելացնում 200,000 դրամից, իրենք հայտնվում են համակարգի մեջ։
հետո անկախ նրանից աշխատանքից կազատվեն, թե կշարունակեն աշխատել, իրենք մնում են արդեն համակարգում։ Եվ մենք հատկապես վերջին 2 ամիսները տեսնում ենք, որ քաղաքացիները ինտենսիվ վճարում են նաև իրենց գրպանից, դա այն քաղաքացիներն են, ովքեր միգուցե գրանցված իրենց աշխատանքը կորցրել են, դարձել են պայմանագրային աշխատող կամ չեն աշխատում, եւ իրենք պարտաճանաչ վճարումներն անում են արդեն ինքնուրույն։ Այս խումբն է, որ երևի թե մեր թիվը կավելացնի եւ ընդհանրապես աշխատատեղերի ավելացումը։ Նաև մեծ ազդեցություն ունի երևի թե այն հանգամանքը, որ ապահովագրությունը մտել է, շատ աշխատակիցներ դիմել են իրենց գործատուներին մի փոքր աշխատավարձը բարձրացնելու, որ իրենք էլ հայտնվեն ծրագրի մեջ, որտեղ 200,000 դրամը, եթե սահմանային է իրենց աշխատավարձը, դա հեշտ լուծվող խնդիր է շատ գործատուների մոտ։ Կամ ասենք մեկ անգամյա պարգևավճարով են փորձում համակարգում հայտնվել։ Սա իհարկե խնդիրներ առաջացնող երևույթ է, որտեղ մի փոքր շեղում է մեր վիճակագրությունը, բայց ամեն դեպքում համակարգը պատրաստ է այդ նոր քաղաքացիներին։ Ծառայություններից արդեն օգտվել է մեր ապահովագրված բնակչության համարյա կեսը։ Նախորդ ամսվա տվյալներով 650,000 քաղաքացի օգտվել է ծառայություններից, այս ամիս երևի թե քաղաքացիների քանակը կանցնի 800-900,000-ը։ Այս process-ը երբ մեկնարկեց, իհարկե քաղաքացիները բավականին գոհունակ էին եւ շատ ուրախ էին, շատերը կարողացան օգտվել ծառայությունից, այդ թիվը շատ ոգևորիչ է ամեն դեպքում, բայց մենք շատ լավ գիտենք, որ բուժհաստատություններում ծանրաբեռնվածության խնդիրներ կան, բժիշկները չեն հասցնում այս հոսքին դիմակայել, այսպես ասած, ոնց է այդ հարցը լուծվելու, արդյոք սա ժամանակի հարց է, մենք լուծում կտեսնենք շուտով, թե ծանրաբեռնվածությունը այս տեմպով է լինելու։ Տեսեք, բուժհաստատությունների մեծ մասը սովոր չեն բնակիչների մեծ հոսքին։ Դա իրողություն է, շատ քիչ բուժհաստատություններ կան, մեծ թե փոքր ամբուլատորիաներ, որոնք որ հերթերի կառավարման համակարգը Արմեդի կամ իրենց սեփական ներդրել են դեռևս տարիներ առաջ։ Հիմնականում դրանք Երևանի ամբուլատորիաներն են եւ մի քանի հիվանդանոցներ։ Եվ ճիշտ է, իրենց այդ աշխատանք տարվել է երկար ժամանակ, որ պատրաստ լինեն հերթերի համակարգին, Արմեդով հերթերի կառավարումը իրականացնեն, բայց ամեն դեպքում նույնիսկ այդ համակարգը դնելով մեր հիվանդանոցները սովոր չեն այսպես ֆինանսական կազմակերպությունների պես քաղաքացիներին ժամային կանչել, իրենք նախընտրում են ենթադրենք լաբորատոր ստուգման համար բոլոր քաղաքացիներին կանչել ինչ-որ մի ժամի, հետո հերթով սպասարկել ճանապարհել տուն։ Դա է մեծ խնդիր։ Հիմնադրամում կա վերապատրաստող թիմ, ուսուցման թիմ, որը հերթերի հենց մասով աշխատում է, բոլոր ամբուլատորիաների հետ փորձում է կապ հաստատել, նաև ուսուցում են իրականացնում ծրագրի բժիշկներին, որ նրանք կարողանան քաղաքացիներին ճիշտ ուղղորդել, չծանրաբեռնեն հիվանդանոցի միջանցքները ու մարդիկ ստիպված չլինեն երկար սպասել։ Մյուս կողմից սա բնական process է ու դրան այլընտրանք չկա ու ինչ որտեղ նաև միջնաժամկետ process։ Մենք ունենք բազմաթիվ քաղաքացիներ, հատկապես 65-ից բարձր տարիքային խմբի եւ ոչ միայն քրոնիկ հիվանդություն ունեցող նաեւ քաղաքացիներ մինչեւ 65 տարեկան, ովքեր երկար ժամանակ չեն կարողացել որևէ ծառայությունից օգտվել։ Եվ քանի որ հիմա պետք է պարտադիր ամբուլատոր այց ունենալ ընտանեկան բժշկի մոտ, հետո գնալ որոշակի լաբորատոր հետազոտություններ անցնել, այդ ամեն ինչը շատ ժամանակատար է։ Սա կտևի երևի թե մի քանի տարի, մինչև մենք մեծահասակների բոլոր խնդիրները, որոնք կուտակվել են տասնամյակների ընթացքում, լուծենք եւ համակարգը ընկնի արդեն նոր առաջացող հիվանդությունների, նոր առաջացող դեպքերի հետևից։ Պարոն Բաբայան, ինչպես է հիմնադրամը ամեն դեպքում վերահսկելու բժշկական կենտրոնների մատուցած ծառայությունների որակը։ Արդյոք դուք գնում եք բուժհաստատությունների հետևից այդ ամենը հսկողության տակ է, թե ամեն դեպքում դրան էլ է ժամանակ պետք դեռևս։ Ու տույժեր արդյոք կիրառվելու են կամ խրախուսական որևէ միջոցներ, ովքեր լավ կաշխատեն, ովքեր կթերանան իրենց աշխատանքում։ Մենք երկու վերահսկողական համակարգ ունենք հենց հիվանդանոցների եւ ամբուլատորիաների հետ աշխատանքի, մեկը որ ծառայությունների գներ, սակագներ, ծավալ դրանք է վերահսկում, այսինքն ինչպես են տվյալները մուտքագրվել, ճիշտ են եղել, սխալ են եղել, հատկապես խոշոր ծառայությունների մասով շատ կարեւոր է, որ ցուցանիշները ճիշտ լինեն, իսկ մյուս թիմը գործառնական մեր տնօրինությունում դա որակի վերահսկման թիմն է, փոքր թիմ է եւ իրենց հիմնական խնդիրն է, որ հիվանդանոցները ունենան միջազգային ստանդարտացումներ
դա բավականին երկարաժամկետ գործընթաց է, շատ հիվանդանոցներ ունեն անցած, բայց պիտի վերանայեն եւ որակի վերահսկումը հիմնականում հենց հետեւողականորեն գնում է ծառայությունների մատուցման որակի հետևից, այսինքն ընդհանուր վիճակագրական պատկերը ինչպիսին է, արդյոք վիրահատական ստանդարտները պահպանվեցին, այլ ստանդարտներ պահպանվեցին։ Այս երկու ուղղություններն են, որ հիմնականում աշխատում են այդ մասով։ Կոնկրետ առանձին բուժումների մասով դե առաջին թիմը, որ նշեցի, դա բժիշկների բավականին մեծ թիմ է, իրենք կարող են առանձին հետազոտությունները տեսնել, տվյալները ճիշտ են մուտքագրված թե չէ, մենք բազմաթիվ դեպքեր ենք ունենում, երբ որ ծառայությունը նորմալ է մատուցվել, բայց սխալ հոդվածով է մուտքագրվել կամ ամբողջ դատան տեղեկատվությունը ճիշտ չի մուտքագրվել եւ տեսնում ենք, որ բժիշկները իրենք էլ այնպես չի, որ մեղավոր են, իրենք այդպես թղթաբանության խորը մասնագետներ չեն, որ կարողանան ամբողջ տեղեկատվությունը մուտք անել։ Այս տեխնիկական սխալները բավականին շատ են, դրանց հետևից գնում ենք իհարկե եւ այդ թիմերը դրանով զբաղվում են։ Արհեստական բանականությունը ճիշտ տեղում կարծում եմ օգնության կգա այս դեպքում։ Միանշանակ, դե հիմա կայքի արհեստական բանականությունը նաեւ այդ ծառայություն ունի, նույնիսկ բժիշկները կարող են հարցնել, ասել, լավ, եթե ես օրինակ պիտի իրականացնեմ ստենտավորման վիրահատություն, որ միջազգային կոդով դա պիտի լրացնեմ առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թողարկված կոդերով կամ մեր բազայի մեջ որ կոդով պիտի լրացնեմ, եթե քաղաքացու տարիքը սա է, դա կարևոր է, որովհետև շատ բժիշկներ կոդերի մասին ընդհանուր պատկերացումներ ունեն եւ ինչ որտեղ իրենք պարտավորել չեն այդ ամբողջ տեղեկատվությունը փոփոխվող կոդային համակարգը անգիր իմանալ։ Արհեստական բանականությունը կամ նույնիսկ ընդհանուր մեծ բազան, որը որոշակի տարեր ունի արհեստական բանականության, լրիվ հերիք է, որ իրենք ճիշտ կարողանան տվյալները մուտքագրեն։ Իսկ ինչ վերաբերում է ստուգումներին, այդ մասով, այո, արհեստական բանականության գործիքներ դնում ենք, դա ավելի շատ ֆինանսական դեպարտամենտի մասում կլինի, մեր դեպարտամենտում, մեր տնօրինությունում, որի նպատակն է մասշտաբային խնդիրները փորձել հասկանալ, այսինքն ենթադրենք ստենտավորման օրինակով ասեմ, ստենտավորման վիրահատությունը երկու հիմնական կատեգորիա ունի՝ մեծահասակների համար եւ փոքրերի համար։ Դե փոքրերի համար այնտեղ տարիքային շեմը մինչև մեծանալու, հասունանալու որոշակի տարիքն է, այսինքն այնպես չի, որ 18 պլյուս 18 մինուս, բժիշկը ինքը կարող է որոշել տվյալ քաղաքացու դեպքում արդյոք փոքրերի ստենտավորում պիտի անի, թե մեծերի։ Փոքրերի ստենտավորումները ըստ էության քանակապես շատ քիչ պիտի լինեն, որովհետև դրանք բացառիկ ինչ-որ վիրահատական միջամտություններ են, այնպես չի, որ համատարած առողջական խնդիրներ են, բայց վիճակագրությամբ տեսնում ենք, որ մի փոքր շատ են ու այդպիսի կոդի տակ վիրահատություններ կան 40 տարեկան քաղաքացիների կամ ավելի բարձր տարիքի խմբի քաղաքացիների, այստեղ ուղղակի տեխնիկական փոքր սխալի հետ գործ ունենք, փաստորեն, որ բժիշկները չեն իմացել ստենտավորում, որը առաջինը պատահել է միգուցե, դա էլ լրացրել են, հետո դա են սովորել ու տենց շարունակել են այդ մի կոդով լրացումներ անել, կամ նույն բժշկի մոտ մի մասը ճիշտ է լրացրած, մի մասը սխալ, ուրեմն մեծ հավանականությամբ իր օգնական բուժքույրերը մի մասը ճիշտ են աշխատում, մյուսը սխալ։ Սրանք փոքր տեխնիկական խնդիրներ են, որ հանել ենք մասշտաբային եւ հիմա հիվանդանոցների հետ աշխատում ենք, որ արդեն նոր լրացումները ավելի ճիշտ անեն։ Բարեբախտաբար մենք մեր ստուգման ցուցանիշները այնքան շատ են, եւ տարիքն է, եւ սեռն է, եւ այլ կատեգորիաներ, եւ երկու տեսակի կոդեր ունենք, եւ մեր հայկական կոդը Արմեդում ներառված եւ միջազգային ICD-10 կոդերի համակարգը, որ այս բոլորը համադրելով կարող ենք գտնել որտեղ է սխալ լրացված։ Շատ լավ, մի փոքր հետ գնալով փորձենք հասկանալ, թե ինչ սկզբունքով են ընտրվել այն ծառայությունները, որոնք պիտի լինեին անվճար, որովհետև շատերին այդ հարցը մինչև այսօր կարծում եմ հետաքրքիր է։ Դե տեսեք, ծառայությունները նախ խորը ակտուարական վերլուծությունների են ենթարկվել բոլոր տեսակի ծառայությունները, որոնք իրականացվում են Հայաստանում, սկսած ամբուլատոր այցերից, լաբորատոր փորձաքննություններից, վերջացրած ստոմատոլոգիական ծառայություններով, ինչպես նաև էսթետիկ վիրահատության ծառայություններով, այսինքն բոլոր ծառայությունները, որոնք իրենցից ենթադրում են առողջապահական միջամտություն, մանրամասն վերլուծվել են։ Եվ այստեղ տրվել է որոշակի առաջնահերթություն։ Միանշանակ էսթետիկ ծառայությունները կամ պլաստիկ վիրահատությունները դուրս են գալիս։ Ընդհանուր առմամբ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որ այդպիսի ծառայությունները կարող են ներառել ապահովագրության մեջ։ Միայն այն դեպքերում, երբ վիրահատությունը վերականգնողական բնույթի է, որը մենք նույնպես ունենք ներառած։
դուրս են եկել նաև ստոմատոլոգիական ծառայությունները մեծամասամբ, որովհետև ստոմատոլոգիան ապահովագրության ոլորտից եթե ասեմ, ընդհանուր առմամբ այնքան էլ ապահովագրելի product չի համարվում։ Դա միջնաժամկետ շատ հավասարաչափ ծախսային բյուջե պարունակող երևույթ է, որ քաղաքացիները գիտեն ժամանակի ընթացքում պիտի հետևեն ու բուժումները անցնեն։ Եվ այս ծախսը մնացել է քաղաքացիների վրա։ Բացառությամբ մեծահասակների պրոթեզավորման, երեխաների ատամների բուժման, կաթնատամների հատկապես այս մասով մնացած ծախսերը դուրս են ապահովագրությունից։ Հետո արդեն վերցրել ենք բուն բժշկական ծառայությունները ու փորձել ենք մաքսիմալ ընդգրկունություն ապահովել, որն է որ եւ արդյունքը դրական կլինի, օրինակ սրտային վիրահատությունը ավելի նախընտրելի է, քան թե էսթետիկ վիրահատությունը, պարզավոր քրոնիկ հիվանդություններ ունեցողները կամ որոշակի տարիքից վտանգ սպառնացող, ճիշտ եմ հասկանում։ Կյանքի որակի վրա հաստող վիրահատությունները մեզ համար առաջնահերթություն են։ Հայաստանում գիտեք, որ սրտային խնդիրը ամենամեծ խնդիրներից մեկն է, իշեմիկ հիվանդությունը մի քանի պատճառներով, եւ մենք մի քիչ սննդակարգին չհետևող ազգ ենք, բացի դրանից էլ մեզ մոտ, չգիտեմ, կլիմայով է պայմանավորված, գենետիկ ինչ-որ բաներով է պայմանավորված, հակումներ կան, մեզ մոտ սրտային հիվանդությունները շատ են, ուրեմն դրանց պիտի կարևորություն տանք։ Պարզը շաքարային դիաբետն է մեծապես ծածկված, պատմականորեն ճիշտ է, մեծ թվով շաքարային դիաբետի դեղեր փոխհատուցվել են պետական նաև համակարգում, բայց հիմա այս համակարգի մեջ ներդրվել են նաև մի քանի ավելի ծանր դեղեր, որոնք ժամանակին ներառված չեն եղել։ Եվ ընդհանուր ամբուլատոր բոլոր տեսակի այցերը դրանք են ծածկույթի մեջ մտնում։ Ու եթե վերցնում ենք ընդհանուր ծառայությունների, թվում է թե 2800 ծառայություն բժշկական ծառայությունների դա միգուցե մի փոքր մասն է կազմում, եթե ամբողջ պատկերը վերցնենք, տասնյակ նույնիսկ 100-ավոր բժշկական ծառայություններ կան, եւ մենք վերցրել ենք ընդամենը 2800 կամ 3000-ը, բայց դա իրականում մեր բնակչության երևի թե ամբողջ առողջապահական ծախսերի կեսից ավելին է, եթե ոչ 70-80%։ Պարոն Բաբայան, իսկ բժշկական հաստատությունների հարցում ընտրությունը ո՞նց է իրականացվում, ում հետ եք աշխատում, ում հետ չեք աշխատում, դա ինչ սկզբունքով եք որոշում։ Նախ սա պայմանագրային որոշակի ընթացակարգ ունի, բուժ հաստատությունները, որ ժամանակին աշխատել են պետական ապահովագրական համակարգում, ապահովագրական գործակալության հետ, իրենք ունեն առաջնահերթություն, նաև փորձ արմետ համակարգով տվյալներ մուտք անելու, նրանք ընդունվել են հունվարի 1-ից որպես ծառայություններ մատուցողներ, եւ բացի դրանից մենք լայնացրել ենք այս մի քանի ընթացքում էականորեն դեղատների շրջանակը ու լաբորատորիաների շրջանակը, որովհետև հատկապես վերջին երկուսը շատ կարևոր են։ Եթե մեր քարտեզին նայենք հունվարին, մենք կտեսնենք, որ ունենք նույնիսկ մարզեր, որտեղ 1-2 դեղատուն կա գրանցված ընդամենը, եթե ցանցերը չհաշվենք, ասենք խոշոր մասնաճյուղային ցանց ունեցող դեղատները, ինչը այնքան էլ ընդունելի չի, կամ լաբորատորիաներ, որ մարզերում առաջին հայացքից թվում է թե չկան։ Իրականում կան ինչ-որ լաբորատոր ցանցերից 1-2 հատ, բայց դրանք քիչ են։ Հիմա մեզ համար շատ կարևոր է այս փոքր բուժհաստատությունների ընդգրկվածությունը, դեղատների ընդգրկվածությունը, լաբորատորիաների։ Ինչ վերաբերում է հիվանդանոցներին, դրանք մեծամասամբ, ովքեր համաձայնել են ապահովագրության պայմաններին, այսինքն ֆիքսված ծառայությունների գներ, հասանելիություն տվյալ ծառայությունների, արդյոք տվյալ ծառայությունները այնքան մասշտաբ ունեն իրենց մոտ, որ արժե այդ ծառայությունը իրենց մոտ իրականացնել, այդ մասով խնդիր չկա, հիվանդանոցները շատ հեշտ անցել են ակցեպտավորումը, այսպես ասած, համակարգի կողմից։ Իսկ դեղատները եւ ամբուլատորիան լաբորատորիաները դրանք խիստ անհրաժեշտություն է, որ մարզային մեծ ծածկվածություն ունենան, օրինակ ես շատ կուզեմ, որ մեր բնակավայրերի կեսից ավելը ունենան գործող դեղատուն։ Այսօր մենք տեսնում ենք, որ նույնիսկ շատ փոքր դեղատներ, որոնք ակցեպտ են անցել պայմանագրային ու որոշակի դեղեր են տրամադրում, ամսական նույնիսկ մի քանի 100 դրամի, դա շատ մեծ օգնություն է տեղի քրոնիկ հիվանդություն ունեցողների համար, մեծահասակ քաղաքացիների համար, որ ինչ որ ստանդարտ դեղեր իրենք կարող են ժամանակ առ ժամանակ գնալ այդ դեղատներից օգտվել։ Դեղատների մասով որ մարզերում հատկապես խնդիր կա։ Դե կար, բայց կարծում եմ այդ խնդիրը լուծվեց։ Հիմնականում Գեղարքունիքի մարզում, եթե պատկերը նայում ենք քարտեզը, մենք տեսնում ենք, որ մի քանի հատ ցանցից բացի
մարզային դեղատներ են գրանցված ու բայց արդեն պատկերը ավելի է լավացել, տասնյակից ավելի են ոչ ցանցային դեղատները, տեղի փոքր, այսինքն դեղատները ինչ որ համայնքում նման խնդիր կար Վայոց ձորում, օրինակ երբ որ փետրվարի տվյալները նայում էի, տպավորություն էր, որ բնակիչը, որ ապրում է Ջերմուկում, պիտի հասնի Եղեգնաձոր, այն էլ հարց է իր ուզած տեղը կարողանա Եղեգնաձորից գտնել թե ոչ, որովհետև դա ինչ որ մի փոքր դեղատուն էր երևի թե Եղեգնաձորում, միգուցե ամեն դեղ չէր, որ կունենար, կամ պիտի ցանցի ինչ որ դիմեր տեղի, որոնք մի քանիսը էլի կային, կամ տենց հասներ Երևան մի քանի իր նշանակած տեղերի համար։ Հիմա բարեբախտաբար վիճակը լավացել է։ Նույնիսկ տեսնում ենք գյուղեր այդ մարզերում, որ փոքրիկ դեղատներ ունեն իրենց մոտ եւ այդ դեղատները մեզ մոտ հանդիսանում են դեղ տրամադրող կազմակերպություն։ Մինչև համընդհանուր ապահովագրությունը մենք գիտենք, որ մասնավորները եւս այդ ծառայությունը մատուցում էին, այսօր դուք ոնց եք պատրաստվում իրենց հետ համագործակցել, կա արդեն այդ ծիգլերը տրված են թե ոչ եւ նաեւ մրցակցության մասով մրցակցությունը համաչափ է լինելու, թե ոնց է այդ մեխանիզմը աշխատելու։ Իրականում սա շատ կարեւոր հարց է, որ դուք բարձրացնում եք, որովհետեւ մասնավորների աշխատանքը եւ ինձ համար որպես մասնագետի եւ ընդհանրապես առողջապահության ապահովագրության համար շատ կարեւոր է։ Մասնավոր ապահովագրական ընկերությունները բարեբախտաբար իրենց պորտֆելների մեծ մասը պահպանել են նախորդ տարուց։ Իհարկե ծառայությունների մեծ մասը արդեն իրականացնում են նաեւ մեր կողմից, հիմնադրամի կողմից, բայց քաղաքացիները կարող են նաեւ իրենց մոտով նույն ծառայությունները ստանալ։ Մասնավորապես, եթե քաղաքացին շտապում է, չի ուզում գնալ ընտանեկան բժշկի մոտ եւ ուզում է այցելել իր ցանկացած բուժհաստատությունը առանց ինչ-որ հերթերի մեջ սպասելու եւ այլն։ Այս մի տարբերակը միշտ կա ու մեր ապահովագրական ընկերությունների մոտից շատ քաղաքացիներ հենց այդպես օգտվում են։ Բայց ավելի մեծ երկարաժամկետ հարց ունենք մասնավոր ապահովագրականների հետ լուծելու, որ իրենք փաթեթները փոփոխեն, ավելի ծավալը մեծացնեն։ Այն ծառայությունները, որոնք մեզ հետ կրկնվում են, դրանք միգուցե թողնեն, բայց մեծամասամբ առաջնահերթությունը տրվելու է մեզ, մենք ենք մատուցելու այդ ծառայությունները, իսկ իրենք միգուցե աշխատեն այլ ծառայությունների մասով, օրինակ ստոմատոլոգիական ծառայությունները լավացնեն, որոնք որ եւ մասնավոր ապահովագրական համակարգում եւ պետական առողջապահական համակարգում բավականին փոքր ծածկույթ է ունեցել երկար ժամանակ։ Դրանք կարան հաստատ փոխեն։ Երկրորդ ուղղությունը ավելի թանկարժեք վիրահատություններ, եթե քաղաքացիները ուզում են, ծածկույթը կարող են ավելացնել։ Ենթադրենք պետությունը փոխհատուցում է որոշակի շեմի մեջ մտնում է որոշակի պրոթեզավորում կամ ինչ որ ապրանք կամ պրոդուկտ առողջապահական, բայց քաղաքացին ուզում է դրանից ստանալ մի քանի անգամ ավելի լավ, մի քանի անգամ ավելի բարձր արժեքով, դրանք կարող են մասնավորները իրենց վրա վերցնել։ Իրենց վրա կարող են վերցնել նաև որոշակի հիվանդանոցային ծառայություններ։ Եվ պետական ապահովագրական համակարգում հիմնականում վիտամինային բուժումներ, դեղեր, գլխացավերի, այսինքն ընթացիկ կյանքի որակը թեթևացնող, բարելավող այսպիսի բաներ ծածկույթով նախատեսված չեն։ Դա էլ մասնավոր ապահովագրական ընկերությունները պատմականորեն ունեցել են այդ ծածկույթները, կարող են այդ ծածկույթները պահպանել, լավացնել, այդ մասով աշխատանքներ տանել։ Իհարկե իրենց հետ աշխատանք մենք տանում ենք, ունենք համաձայնագրեր, որ պիտի անպայման տեղեկացված լինեն մեր փաթեթներից, ըստ էության եւ Արմեդի միջոցով կարող են տեղեկանալ եւ մեզ հետ կարող են համաձայնեցնել փաթեթները, սպասումներ է իմանալ մեր փաթեթները ոնց կփոխվեն ժամանակի ընթացքում, որ իրենք ըստ դրա տարբեր հիմնարկների առաջարկեն ծառայություններ։ Հակառակ դեպքում ես որպես ապահովագրության մասնագետ կարող եմ ասել, որ իրենք խնդրի առաջ կբախվեն, եթե երկարաժամկետ հատվածում ծառայությունները չլավացնեն, իրենց ծախսերը լինեն ցածր, այո, միգուցե այս 1-2 տարվա ընթացքում բարձր շահութաբերություն կունենան, բայց իրենց հաճախորդները հաշվի առնելով, որ դրանք խոշոր ֆինանսական կազմակերպություններ են, IT կազմակերպություններ են, այլ խոշոր մասնավոր կազմակերպություններ, նրանք էլ են հաշվում տեսնում ինչքան ծառայություն են ստանում մասնավորից ու կարող են հարց բարձրացնել, ասեն ինչն է պատճառը, որ ծառայությունները մի քանի անգամ քիչ են։ Դա իրենց համար կարծում եմ լուրջ ազդակ պիտի լինի ու իրենք պիտի աշխատեն այս փաթեթները լավացնեն։
Շատ լավ, մի խնդրահարույց հարց կա, որ կուզեմ անպայման քննարկենք, հիմնադրամ ասելիս մենք պատկերացնում ենք ֆինանսական մեծ հոսքեր, որը իրականում կա, եւ այդ մեծ ֆինանսական հոսքերին զուգահեռ մշտապես խնդիր է առաջանում կոռուպցիոն ռիսկերի։ Ոնց եք այդ մասով դուք պատրաստ թե թափանցիկ լինել հանրության առջև եւ թե խուսափել նման խնդիրներից։ Դե միանշանակ ճիշտ եք, Նախագահության ապահովության հիմնադրամի ֆինանսական հոսքերը տարվա ընթացքում հսկայական են։ Մասնավոր ապահովագրական համակարգի հետ եթե համեմատենք, 3-4 անգամ գերազանցում են բոլոր տեսակի ֆինանսական հոսքերը մասնավոր ապահովագրության, ոչ միայն առողջապահական։ Այս տարի մեր բյուջեն նախատեսվում է, որ կկազմի 220 միլիարդ դրամից ավելի, որի զգալի մասը իհարկե հետ է գնալու ապահովագրական հատուցումների տեսքով։ Բայց մենք ունենք պետական վերահսկողություն, վերահսկողական կազմակերպությունները պետական մեզ ինտենսիվ հսկում են, ոչ միայն նախարարություն, ոչ միայն կառավարությունն, այլ նաև վերաքննիչ կառույցները։ Բացի դրանից, երևի թե տարվա կեսից կփորձենք համագործակցել խոշոր որևէ աուդիտորական ընկերության հետ, խոշոր տասնյակից կամ նույնիսկ խոշոր քառյակից, որ իրենք էլ ստուգեն արդյոք մեր ֆինանսական ցուցանիշները նորմալ են թե չէ, այստեղ ոչ միայն կոռուպցիոն ռիսկերի խնդիրը կա, այլ նաև ուղղակի տվյալների ճիշտ փոխանցումը, ճիշտ հաշվեգրումը, ծառայությունների ճիշտ տեղակայումը ծրագրերի մեջ, իրենց խորհուրդները աուդիտորական, վերահսկողական իմ կարծիքով մեզ համար շատ կարևոր կլինեն, եթե այդ աուդիտը անցնենք ու տարվա վերջում կարծում եմ նաև ֆինանսական հաշվետվություններ կհրապարակենք հիմնադրամներին բնորոշ, դա հանրությունը արդեն տեղեկացված կլինի այդ մասով, թե մենք ինչքան գումար ենք ծախսել մեր սեփական կարիքների վրա եւ ինչքան է գնացել ապահովագրական հատուցումների գծով։ Մեր բյուջեն ունի 3 հիմնական կոմպոնենտ, հատուցումներն են, որոնք նախատեսված է, որ պիտի լինեն ընդհանուր հավաքագրված գումարների միջինում 88%-ը։ Դրանից ավել արդեն նշանակում է, ուրեմն մեր ծախսատարությունը շատ վնասաբերությունը շատ բարձր է եղել։ Դրանից պակաս նշանակում է մի փոքր թերակատարել են, կարող ենք ծառայություններ ավելացնել հաջորդ տարվա կտրվածքով։ 10% նախատեսված է, որ պիտի ուղղվի պաուստային միջոցների, պաուստային միջոցներն էլ օրենքի հիմքով կարող են լինել պետական գործիքներ եւ առևտրային բանկերում ավանդներ։ Այս երկու գործիքակազմը ունենք շատ խիստ դրված, ուրիշ բան չենք կարող անել։ Բաժնետոմսեր, պարտատոմսեր այլ մասնավոր ձեռք բերել դեռևս նախատեսված չէ։ Միգուցե հետագայում օրենքի փոփոխություն լինի, նախատեսվի այս բանի դրա կարիքը, ես ինքս էլ որպես ֆինանսիստ համարում եմ, որ չկա։ Եվ մեր բյուջեն ընդամենը 2% է, այսինքն այդ հավաքագրված գումարների 2%-ը մենք կարող ենք ծախսել սեփական կարիքների վրա բոլոր տեսակի, եւ աշխատողների վարձատրություն, եւ գործուղումներ, օրինակ մեր տարբեր ծառայություններ շատ են շրջելու մարզերով հիվանդանոցներում պատկեր հասկանալու դասընթացներ իրականացնելու նրանց համար եւ տեխնիկական սպասարկում եւ տարածք հիմնական միջոցներ, այսինքն բոլոր ծախսերը պիտի տեղավորվեն 2%-ի մեջ։ Իրականում դա բավականին լայն սահմանափակում է, թվում է թե փոքր է, բայց այդ հսկայական բյուջեի մեջ հաշվի առնելով մեր աշխատակիցների քանակը 2%-ը բավականին բավարար գումար է, Քանի աշխատակից կա։ Հոգանք։ Այս պայդրությամբ ունենք մոտ 100 աշխատակից, ընդհանուր հիմնադրամի ամբողջական ծանրաբեռնվածությունը, նաև երբ որ բնակչությունը ամբողջությամբ կապահովագրվի, պիտի լինի 200-ին մոտիկ, 200-ից մի քիչ ավելի, այս պայն արդեն 100 աշխատակից կա, բոլոր ուղղություններով կարելի ասել համալրված են հաստիկները, ինչ որ մինչև 50%-ով, մինչև տարեվերջ երևի կհասնի 150 աշխատողի։ Եվ մեր բյուջեն այդ 2%-ը, որ նշեցի, շատ խիստ վերահսկվում է եւ պետական մարմինների կողմից, եւ մեր ներսում ունենք վերահսկողական մեխանիզմներ, որոնք են եւ ֆինանսական բլոկում, եւ աուդիտ նախատեսված, եւ համապատասխանություն, որ հանկարծ մենք այդ կոռուպցիոն խախտումները չունենանք։ Նաեւ իմ մասնագիտական փորձից ելնելով ես բանկերի հետ համագործակցելուց էլ կոչ եմ արել նրանց, որ նույնիսկ այն աշխատանքային հարաբերությունները, որոնք թվում է թե կոռուպցիոն չեն, նաև այդպիսի երևույթներ չլինեն, օրինակ բանկերը արտոնյալ պայմաններով մեզ ինչ որ ծառայություններ չառաջարկեն, բարձր տոկոսով ավանդ, ցածր տոկոսով վարկեր, որ գրավեն դեպի իրենց ինչ որ ուղղություններով։ Դա պայմանավորվել ենք բանկերի հետ ու բանկերը շատ գրագետ արձագանքել են, փորձում են շատ տարբեր պետական ու ոչ պետական կառույցներ իրենց այս հարցով դիմել են։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, հուսանք, որ մեզ լսողներն ու դիտողները, ծառայություններից օգտվողները
ինչ որ չափով ստացան իրենց հարցերի պատասխանները։ Ես մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Թարմ ուղեղով զրույցն էիք լսում գործարար Ալիքի եթերում, իմ զրուցակիցը Հայկ Բաբայանն էր, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ֆինանսական եւ հատուցումների տնօրենը։ Կհանդիպենք, լավ եղեք։